Ամեն Սիրելիներ, այսօր ավետարանական ընթերցվածը 88 է Ուղղաս ավետարանիչ 8-րդ գլուխ 17-րդ համարից Բայց մինչև այդ ուզում էի ընթերցել այստեղ ուրեմն ներս է շնորհալու աղոթներից մեկը 24 ժամյա աղոթք ունենք, չէ՞, ամեն ժամի համար մեկ աղոթք։ Ուրեմն 7-րդ ժամի աղոթքը այսպես է. Ամեն ինչ տեսնող Աստված կամ ամենատես Աստվածը Մեղանչեցի քո առջև խորհրդով, խոսքով և գործով։ Գրափարում այսպես է, դրանից հետո հնչվում ջնջած ձեռագիր հանցանած իմոց։ Ջնջիր իմ հանցանքների ձեռագիրը կամ գրառումը։ Մենք Աստվածաշնչում հիմնականում հայտնության գրքի մեջ շատ հիշատակություններ ունենք, կյանքի գիրք, ում անունները որ գրված են կյանքի գրքում։ Գիրք, հիմա իրականության մեջ այդպես է, գիրքը գրվում է, թե այդպես խորհրդանշական մեր համար է գրվել, որ հասկանանք, որ յուրաքանչյուրս այն կենսագրությունը, որ ունենք, դա գրվում է։ Բայց գրվելուց բացի, եթե մի բան գրվում է, նաև ինքը ունի, մեզ ասում է, հնարավորություն կա այդ ամենը ջնջելու նորից, մաքրելու, այնպես չէ, որ գրվեց, ու այդպես պիտի մնա։ Ջնջողը Աստված է։ Այո, ջնջիր իմ հանցանքների գրառումները, ջնջած ձեռագիր հանցանացի մոտ։ Յուրաքանչյուրս բոլորս էլ մեղավոր ենք։ Հիմա այդպես եթե լինի, գրքի մեջ մի բան հավաքվի ու մնա, պարզ է, որից է մեկը չի փրկվի։ Դրա համար է, որ ապաշխարության խորհուրդը կրկնվում է։ Դրա համար է ամեն կիրակի մեղա ենք գալիս, ծնկի են գալիս, այդ ձեռագրերը ջնջելու համար։ Մեղա են գալիս, մենք ապաշխարության շրջան ենք անցնում, թեկուզ մեծի պահքի շրջանը, նորից այդ ձեռագրերը ջնջելու և այդ ամենը ջնջվում է, երբ որ մեղա են գալիս Աստծո առաջ, մենք մաքրվում ենք Աստծո առաջ, բայց այստեղ Քրիստոս խոսում է և ասում ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա, ծածուկ բան չկա, որ չհայտնվի։ Ինչի համար եմ ասում, մինչև հիմա առանց մեղադրելու ժողովուրդ, հանկարծ չմտածեք մեղադրում ենք հակառակ հավատքն է, հակառակ ասեմ կամ չգիտեմ ինչ ուզեք ընդունեք, մահմեդականների մասին է խոսքը, իրենք մինչև հիմա շատ այդ խոսք ունեն, որ ասում են Աստված գիշերով տանիքի տակ չի տեսնում։ Ալլահ նոչու պատկրիշը не видит, չի տեսնում ինքը։ Բայց դա ոչ թե բոլոր մահմեդականներն են ասում, որոշակի ուղղվածություններ կան, որոնք նման բան են ասում։ Օրինակ, Ղուրանի մեջ էլ կամ այդպես ավելի հնում գրված է, ասում է շատ մահմեդականներ կամ մուսուլմաններ այդպես են ասում, որպեսզի գիշերը և խոզիմիս ուտեն, և խմեն, և այլ նման բաներ։ Հիմա ինչքանով է կեղծավոր կամ ոչ կեղծավոր, մեր քննելիքը չի, ոչ էլ մեր մեղադրելիքը։ Իրենք են, իրենց հավատքով ապրում են, ոնց ուզում են թողանեն։ Մեր խնդիրները ավելի շատ են, մենք մեր մասին մտածենք, քան թե ուրիշներին մեղադրենք։ Հատկապես, որ մի խոսքով։ Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի։ Սրա մասին է խոսքը, որ այս ծածուկ ամենը ինչ որ կա, սա կապված է Աստծո հետ։ Այսինքն Աստված ամեն ինչ տեսնում է, ոչ միայն մարդու գործերը, այլև Աստված մարդու ներսն է քննում։ Աստված քննում է մարդու հոգին։ Ես չգիտեմ ով է պատրաստել ես,
Բայց խնդրում եմ մի քիչ ավելի մեծ էլի պատրաստեք։ Կամ այս անկյունները չիդեմ, այնպես անենք, որ դուր չգան։ Ես անդադ նայում եմ ու փորձում եմ ուղղել։ Այսինքն Աստված ամեն ինչ գիտի։ Սա բոլորս գիտենք, ուղղակի եւս մի անգամ մեր համար նորից ամրագրեցինք։ Որտեղ կյանքը այդպես է, շո։ Եթե մենք շարժվում ենք առաջ, ժամանակի ընթացքում ամեն ինչ բթանում է։ Մեր զգացողություններն էլ են բթանում, մեր զգայարաններն էլ, չէ՞ որ առաջվա այդ նուրբ համերը, հոտերը կամ մեր մաշկը ավելի կոպիտ է դառնում, եւ մենք սկսում ենք դժվար ընկալել։ Ժամանակի ընթացքում այդպես է։ Նույնիսկ մահը, որ գալիս է, մարդը ինչ է լինում, մարդու զգացողությունները թուլանում են, մարդը դեռևս զգում է, բայց ինքը ամբողջականը չի տեսնում։ Դրա համար է, որ երբ որ մարդ է մահանում, ասում ենք միշտ գոհի եղեք, ձեռքը բռնեք, խոսեք, մարդը թող մենակ չմնա։ Միգուցե, ոչ թե միգուցե, չնայած որ ինքը պատասխան չի տալիս ձեզ, բայց ամեն դեպքում երբեմն ձեռքը սխվում է հասկանալու կամ հասկացնելու համար, որ ինքը դեռևս զգում է, իր զգայարանները դեռևս գործում են, որտեղ երբ որ զգայարանները այլևս չեն գործում, գալիս է արդեն մահը, այդ պարագային։ Այնպես որ ամեն ինչ, այսպես նորից գանք Տիրոջ խոսքին, ինչ էլ որ անենք ծածուկ Աստված պիտի տեսնի։ Դրա համար ինչն է մեր համար մարդը երբ որ սկսում է քննել կամ ինչ չափորոշիչով ենք քննում մարդուն, ասում ենք արտակուս շատ լավ է, բայց ներքուստ այս սպիտակեցված գերեզմաների մասին չեն խոսում։ Իրենց համար գերեզմաները այսպես պիղծ էին համարում, անմաքուր, սպիտակ էին ներքում, որ մարդիկ պատական չկպնեն այդ գերեզմաններին, խոսքը հրեաների մասին է։ Եվ այդ օրինակը կա, ասում է, դրսից գեղեցիկ սպիտակ են, ներսում փտած բաներ կա, ներսում, մի խոսքով, փտում է ամենը ներսում։ Հիմա շարունակենք, Քրիստոս ասում է, այսուհետև զգույշ եղեք, թե ինչպես եք դուք լսում։ Տեսեք ինչ է, ոչ թե զգույշ եղեք, թե ինչ եք լսում, այլ ինչպես եք լսում։ Հիմա նույնակ ասեմ ձեզ, քարոզի հետ կապված, ես ինքս տեսեք ինչ բան ունեի մեջս։ Չինեմ, մի քիչ ճիշտ էլ չի իմ անձով օրինակ բերել, բայց վստահ եմ շատերն են այդպես։ Երբ որ Աստծո խոսքի մասին Աստծո քարոզ էր լինում, ես անկախ ամեն ինչից սիրեի դուրս գար կամ չգար, անպայման ականջի պոչով այսպես լսում է, ինչ-որ մի բան սովորելու համար։ Այդ ամբողջ քարոզից հնարավոր մի բան սովորեք, հնարավոր է նորից վերհիշեք այն ինչը որ մոռացել եք, այն ինչը որ մենք ժամանակի ընթացքում քիչ առաջ ասի բթանում է մեր մեջ, այդ ամեն ինչ նորից թարմացնում ենք։ Իմիջիայլոց Քրիստոս միանգամից այս մի նախադասությունը չի ասելու անձեր ժողովուրդ։ Մեր Տերը երկար խոսում էր, իր քարոզները որ գրեին, այնքան մեծ գրքեր էր պետք, որ այդ ամբողջը գրվեր։ Վերցրել են կարևոր միտքը, այս միտքը ծածուկ ոչինչ չկա որ չհայտնվի, սա երկար քարոզի կրճատումն է։ Այսուհետև զգույշ եղեք, թե ինչպես եք դուք լսում, որովհետև ով որ ունի նրան կտրվի, իսկ ով որ չունի, եւ այն ինչ որ նա կարծում է թե ունի, կվերցվի նրանից։ Պարզ է, եթե լսում ես ուշադիր, քո գիտությունը պիտի ավելանա։ Եթե չունես գիտություն, բայց շատ վտանգավոր է այստեղ, եւ կարծում ես թե ամեն ինչ գիտես, սա ամենավտանգավորն է։ Երբ որ մարդը չունի աշակերտի հոգեբանություն, աշակերտի մոտեցում, ինքը հետ կմնա։ Այսպես էլ է կյանքում։ Պիտի մենք ունենանք մեր մեջ այդ աշակերտի հոգեբանությունը միշտ ուշադիր լինելու, սովորելու։ Նաև ասեմ ձեզ, այդ սովորելը անկախ տարիքից երիտասարդության նշան է։ Չէ որ մենք ճիշտ է, բոլորս մարմնով մեծանում ենք, բայց ասում ենք հոգով, մտքով երիտասարդ ենք մնում։ Այդ հոգով եւ մտքով երիտասարդ մնալու համար մեզ պետք է, որ նաև մեր միտքը աշխատի, չէ որ մարմինը վարժեցնում ենք,
միտքներ պիտի վարժվի, իսկ վարժվում է միտքը գիտությամբ, տվյալ դեպքում Աստծո գիտությամբ։ Իսկ ով որ կարծում է, որ ինքը ամեն ինչ գիտի կամ իրեն պետք չէ այլևս, այդ հատվածից, այդ ժամանակահատվածից սկսում է հետընթացը մարդու։ Թույլ տվեք այդ բառը օգտագործել, ասում ենք դեգրադացվում ենք, հետ ենք գնում։ Երբ որ մենք կարծում ենք, որ մենք ամեն ինչ գիտենք եւ մեր իմացածը բավարար է։ Ուրիշ բան, եթե մարդը հոգեբան կամ հոգեբանական ծանր վիճակում է եւ ի վիճակի չէ նորություններ ընդունել կամ մարսել այդ ամեն ինչը կամ ինքը լարված նյարդային վիճակում է, դեպքերում այո, մարդիկ չեն կարողանում ընկալել։ Բայց երբ որ մարդը նման վիճակների մեջ չէ, խանգարող հանգամանք չկա, այդ դեպքում արդեն ծուլությունը պատճառ է դառնում մեր ծերացման նաև։ Այնպես որ լսելու ձևը կարևոր է մեր համար։ Դրանով առավել եւս երիտասարդ եք մնում։ Եվ պարզ է, որ եթե չընդունես, չընկալես, գիտությունը չզարգացնես, այն եղածնել ես կորցնելու։ Տարիքի հետ հիշողությունը պիտի թուլանա, ամեն ինչը պիտի կորցնենք։ Սա առաջի հատվածն էր, որ ընթերցեցինք, երկրորդ հատվածը շատ հայտնի է ձեզ, այս հատվածը Հիսուսի մայրն ու եղբայրները։ Երբ ինքը քարոզում էր, ժողովրդի մեջ էր, իր մայրն ու եղբայրները ասում են, չէին կարողանում մոտենալ Տիրոջը բազմության պատճառով, շատ ժողովուրդ կար, բարձր։ Եվ նրան ասում են, քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և քեզ են ուզում են քեզ տեսնել։ Այստեղ Տերը պատասխան է տալիս, հիմա քիչ առաջ ասացի, չէ, այս ամբողջը երկար խոսակցությունների հետևանք է, սա այն դպրոցում, որ մենք ունենք, չէ, կոնսպեկտ ենք ասում, համառոտագրում ենք այդպես։ Նման կերպով էլ ավետարանն է այդպես գրված, եւ այստեղ երբեմն շատ սուր էին հնչում պատասխանները։ Օրինակի համար չափազանցությունը, որ նորմալ է այդ հիպերբոլա կոչվածը, որը որ օրինակ Աստվածաշնչում գրված է, քո սերունդները ծովի ավազի չափ պիտի լինեն։ Ուզում եք միլիարդ տարի ապրեք, մեկ այդքան սերունդ հնարավոր չէ, ծովի ավազի չափ։ Բայց ինքը չափազանցություն է, դա նշանակում է, որ շատ պիտի լինեն, անհավատալի շատ։ Երբ որ ես հասկանամ, որ իմ սերունդը կամ կոնկրետ ձեր սերունդը կամ ձերը մի ընտանիքի ժառանգները պիտի դառնան, ասենք, 10 միլիոն հոգի։ Մենք չենք կարող հավատալ, դժվար է, դա մեր համար հրաշք է, առանձներ նայում եք, տեսնում եք, գնալով ավելի քչանում եք, ոնց կարող եք 10 միլիոն սերունդ ունենալ, կամ ավելի շատ։ Եվ նման դեպքում, երբ որ կտրուկ պատասխաններ է լինում, նույնիսկ են ասում երեսի տապտակում են մյուսնել դեմ տուր, այսպես ուղիղ իմաստով կտրուկ հասկանում ենք, ինքը այսպես կարծես թե այս բոլոր համառոտագրությունները ապտակի պես մեզ ուշադրության են հրավիրում, որ այդ ամենը բացենք ու հասկանանք։ Իհարկե նա ուրիշ բանի է վերաբերում, ներողամտությունն է վերաբերում, ներողամտության են ապտակը։ Հիմա որտեղ վստահ եմ շատերի մոտ հարցեր առաջացավ, միգուցե առաջանան։ Եվ Քրիստոս այստեղ ինչ է ասում, իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծո խոսքը լսում են և կատարում։ Հիմա տպավորությունը այնպես է, որ Քրիստոս հրաժարվում է իր ընտանիքից, կոնկրետ իր մորից և իր զարմիկներից։ Եվ որ հրաժարվեր, մինչև վերջի պահը մտածեց Քրիստոս Մարիամի մասին, իր մոր մասին, եղբայրել չուներ, չէ, որ եղբայր ունենար, քույր ունենար, որից է մեկը պահեր Մարիամ Աստվածածնին, Քրիստոս չէր ասի Հովհաննեսին, Հովհաննես, ահա քո մայրը, եւ ասաց ահա քո որդին, այսօրվանից քո զավակն ինքն է։ Եթե եղբայրներ ունենար, դա ամոթ է, որ ուրիշները իր մորը պահեին։ Դրա համար միշտ ասում ենք Մարիամ Աստվածածինը, Քրիստոս մեկն է եղել Մարիամից, ու իր եղբայրներ չի ունեցել, հարազատ։ Բայց մեր մեջ կան կրոնական ուղղություններ, որ արդեն ուշադրություն մի դարձեք, գրված է քույր եղբայրներ, ընդեղ էլ է գրված, հորեղբոր տղայիններ, Աստվածաշնչում գրում է եղբայր։
Աբրահամը կամ մյուսը այսպես ընդեր իր հարազատներ այսպես։ Ամենք էլ խնդրում եմ այս բառին էլ ուշադրություն դարձրեք, գրապարում մենք օգտագործել ենք այս բառը սրանք։ Իմ մայրը եւ եղբայրները սրանք են։ Այսօր այդ սրանքը վատ իմաստ ունի, ասում են սրանք, վիրավորական, բայց դա շատ նորմալ է։ Սրանք, դրանք, ոչ մի վիրավորանք չկա այդ դրա մեջ, ոչ մի վիրավորանք չկա։ Մենք էլ երբեմն քահանաներս օգտագործում ենք այս բառը շատ է, գրապարում շատ կա, այդ համար նորմալ է ասել սրանք։ Եվ ես ունեցել եմ դեպք, որ մարդիկ վիրավորվել են, ես բացատրում եմ, որ այդպես չի։ Գրապար, որ անդադ օգտագործում ես, կարդում ես, հետո նորմալ օգտագործում ես այդ բառը։ Ճիշտ կերպով ես օգտագործում։ Այնպես որ հիմա տեսեք օրինակի համար այսօր երբ որ ասում են ոչխար, այդ ոչխարը վիրավորանք է, մի 100 տարեկան վիրավորանք է, ժողովուրդներ հատուկ նրա համար, որ Քրիստոս ոչխար բառն է օգտագործել։ Ոչխարը օգտակար կենդանի է, մեզ բուրդ է տվել, կաթ, պանիր, չգիտեմ, ամեն ինչ ստացել է դրանից։ Եվ խոնարհության նշանել ունի այո։ Որից է մեկը վատ իմաստով չի օգտագործել նախկինում այդ բառը, բայց եկավ Սովետ միության տարիները այդ ժամանակ սկսեցին վիրավորել։ Մարդկանց ոչխար ասելով դարձավ վիրավորանք։ Ոչխար կամ գառ, կենդաներ, ովքեր կենդանի են պահել։ Շաննել են ասում, չէ, շուն, շանորդի, ինչ ասես ասում են։ Բայց ովքեր շուն են պահել, գիտեն, չէ, շունը ինչ է, նա շանորդի չէ, վիրավորական իմաստով, նա վատը չէ։ Այդ պահողին պիտի գնաք հարցնեք, ով դրա հետ կապ ունի։ Այնպես որ այս բառին ասացի ուշադիր եղեք, դուք շատ կհանդիպեք քարոզների ժամանակ, կարդալուց նոր կտակարանը, սրանք բառը շատ նորմալ է, վիրավորական չէ։ Ասում է, ովքեր իմ եղբայրները մայրը նրանք են, որ Աստծո խոսքը լսում են եւ կատարում։ Լսել եւ կատարել։ Շատ կարևոր է, միայն լսելով չէ։ Չէ, լսում եք, դուրս է գալիս մյուս կողմից։ Լսում են եւ պահում են։ Հիմա այդ տպավորությունը չեմ ուզում, որ մեր մոտ մնա, այդ սխալ տպավորությունը, որ հանկարծ կարծենք, թե Քրիստոս հրաժարվեց իր ընտանիքից, Քրիստոս չհրաժարվեց, մինչև վերջի պահել չհրաժարվեց։ Մահանալուց հետո էլ Մարիամ Աստվածածնին չհրաժարվեց։ Իրեն վերափոխեց երկինք։ Նույնիսկ իր մոր խնդրանքը կատարեց, գինի դարձրեց ջուրը, որը որ իրեն երբևիցե պետք չէ նման հրաշք գործել։ Ինքը չէր եկել մարդկանց տրամադրություն այսպես գինով բարձրացնելու, դա իր ծրագրի մեջ չէր, բայց մոր խնդրանքով արեց այդ ամեն ինչը։ Բայց այստեղ պատկերացնում եք, հիմա հակառակը լիներ։ Մարիամ Աստվածածինը եւ իր եղբայրները կամ զարմիկները, հորեղբոր տղաները լսեին Աստծո խոսքը, Քրիստոսի խոսքը ու չընդունեին Քրիստոսին, չկատարեին Քրիստոսի խոսքը, չհավատային նրան, էլ ուրիշով չի հավատար Քրիստոսին։ Ամեն առաջի հավատացյալները իր ընտանիքի անդամներն են եղել, ժողովուրդ։ Մարիամ Աստվածածնի մասին ինչ է ասում։ Երբ որ փոքր տարիքում հրեշտակը, երբ որ հրեշտակը նրան խոսեց նրա հետ, հետո ասաց մեծ պիտի լինի, բարձրալի որդի պիտի կոչվի, նույնիսկ ասվեց, որ քո սրտի միջով սուր պիտի անցնի, ցավ պիտի տեսնես։ Այդ ամեն ինչ ինքն մեջ պահում է։ Ինքը հասկանում էր, որ իր զավակը յուրատեսակ չկրկնվող զավակ է, բարձրալի որդի։ Առանց կասկածելու ինքը հավատաց այդ ամեն ինչին։ Այնպես որ առաջի հավատացողը Մարիամ Աստվածածինն էր եւ իր ընտանիքն էր։ Այնպես որ Քրիստոս չի հրաժարվում, բայց նաեւ հրավերք է անում լինել ընտանիքի անդամ։ Մենք ասում ենք Աստված անհասանալի հեռավոր, անմերձենալի մերձավոր, այնքան մոտիկ է, որ այդքան մոտ չի կարող լինել, որից է մեկը։ Եվ այնքան հեռու է, որ այդպես անհասանելի հեռու է Աստված եւ մոտիկ։ Մենք էլ ենք դառնում իր ընտանիքի անդամը։ Այ հիմա մենք Քրիստոսով ենք մի ընտանիք։ Ես չկարծեք բաժանություն եմ կարողում, բայց դուք իրար ճանաչում եք եւ եկեղեցում եք տեսնում եւ եկեղեցուց դուրս։
ցանկությունս է կամ մաղթանքս է, որ երբ որ այստեղ կամ ուրիշտեղ հանդիպում եք, միշտ այդ ուրախությունը ձեր մեջ լինի իրար տեսնելուց, որտեղ մի ընտանիքի անդամ եք, որ վստահենք իրար։ Տեսեք, երբ որ մարդիկ գալիս են, թե ուր գալիս են, ինչ ասեմ, ախր մեր ազգը մատուր է եղել, ժողովուրդ։ Գալիս են ասում են փող տուր, չգիտեմ, մատաղի, մնացնեմ ճանապարհին պիտի գնամ նոյեմբերյան, մեղր եմ բերել ծախելու, գալիս են խաբելու։ Ճիշտ տարբերակը գիտեք որն է։ Մարդուն վստահելու համար ժամանակ է պետք, շփում է պետք։ Այ մենք շշփվելով վստահում ենք, դա խոսում է նրա մասին, որ մեր ազգի մեջ շատ լավ հատկություն է եղել, որը որ գնալով իհարկե այդ խաբեբաները փչացնում են։ Երբ որ մարդ մի բան է ասել, բոլորը հավատացել են, որտեղ սուտ չեն խոսել։ Հետաքրքիր է, այդ բանում Ամազոն, Ամերիկա եւ այլն այդ տարածքներում կարծեմ ցեղեր կան, որոնք որ վերջերս են հայտնաբերվել։ Եվ հետաքրքիր որ երբ որ դրանք ուսումնասիրում են, հասկանում են, որ իրենց լեզվի մեջ կան բառեր, որ իրենք չեն օգտագործում։ Խաբել բառը չունեն, սուտ խոսել չունեն իրենք։ Իրենք չեն հասկանում, չեն նշանակում սուտ խոսել։ Իրար վստահում են, իրենց յուրաքանչյուրի խոսքը արժեք ունի ու վստահություն ունի։ Այդպես էլ մենք վստահում ենք, նույնիսկ վատ ենք զգում, երբ որ չենք վստահում։ Սա ուրիշ ազգերի մեջ կարող է գնալ, շատերի մոտ գնալ, մոտենալ իրենք ձեզ 100 հատ հարց կտան, միանգամից կհասկացնեն, որ խաբեբա եք, կամ մեկ չէ, խաբողը։ Ու մարդու դեմքը կպատրվի, բացվի։ Բայց մենք ունեցնենք լավ հատկություն, այդ լավ հատկություն ասվածը նաև գալիս է նրանից, որ մենք ապրել ենք Աստծով, Քրիստոսով, ավետարանով, որ եղել ենք ընտանիքի անդամ, այդ Քրիստոսի ընտանիքի անդամ։ Ես ուզում եմ, որ դուք իրար այդ բոլոր այդ վստահությունը պահեք, այդ վստահությունը չկորցնեք, ձեր խոսքը, որ արժեք ունենա, սուտը մեզանից հեռու մնա, այս ամեն ինչը ուզում եմ, որ այդ լավ հատկությունը պահենք որպես համայնք, որպես ընտանիք, ուր էլ որ իրար կտեսնենք։ Հիշենք, որ մենք Քրիստոսով մեկ ընտանիք ենք, չնայած ավելի մեծ մասշտաբով, սա էլ կասեմ ու կավարտեմ, ավելի մեծ մասշտաբով, Երանի, երբ որ մենք շփվենք տարբեր ազգերի, տարբեր քրիստոնյաների հետ, եւ մենք հասկանանք, որ մենք էլ նույն ընտանիքի անդամն ենք, նույնն ենք, որ Քրիստոսով մեկ ենք, որ մեր եկեղեցու գլուխը Քրիստոսն է, որ չասենք տարբեր ազգեր ենք, այլ քրիստոնյա են, ես սրանով ազգությունը դուրս չեմ հանում, ուղղակի ասում եմ, որ տարբեր ազգերին, այ ուրախանանք իրար տեսնելուց, որ քրիստոնյա տեսանք։ Սա էլ ուզում եք այսօր նաև մտածենք, խոսենք այս բային միասին, Աստված զորացնի յուրաքանչյուրին, թող Աստված շնորհերով զարդարի կարողանանք միշտ մնալ Իրոջ ընտանիքի անդամ։